Մորական հելեմ նայում ենք։ Մի հատ վրացական համարով ավտո ենք տենում ուրախանում ենք։ Վրացական համարանիշերով մեքենաները Հացի գյուղից Ծիրանի այգետերերի վերջին հույսն են։ Եթե վրացիները իրենց գյուղ են մտնում, հույս կա, որ Ծիրանը կարտահանվի։ Հա մեր գոտ տեսել ենք մտել այ գյուղ, դերիգել ծանոթ են եղել, երևի եկել են տենան հասել է թեքե Ծիրանը։ Միայն թե 66-ամյա Հովակի Միդրանը վրացական մեքենաները չեն կանգնում։ Ինքը մինչև անցած տարի իր քաղցրահամ միրգը Ռուսաստան է ճանապարհել։ Գոհ են եղել ինքն էլ, տանողն էլ։ Մենք Ռուսաստանի կորցրեցին, ճիշտ է, ինչ արեցի ռուսը, բայց ամեն դեպքում մենք Ռուսաստանի կապը պայենք էլի մեր առևտրական կապը պայենք ռուսի հետ։ Հովակի մկարդում է էկոնոմիկայի նախարարի արտահանումների մասին գրառումները սոցիալական էջերում, լսում է իշխանավորների ելույթները ու տարակուսում։ Հայկական բերքը տոննաներով Եվրոպա արտահանելու ճոխ թվեր են նշում, միայն թե ինքը չի հավատում այդ թվերին։ Մի գալով տելեզոր ասում է, արտահանելու ենք 20 ֆուր, 10 ֆուր, բայց ոչ մի բան իրականությանը չի համապատասխանում։ Հացիկում Ծիրանի բերքահավաքին հաշված օրեր են մնացել։ Կարծում է իր այգուց 7-8 տոննա ծիրան կհավաքի, ինչու Եվրոպա գնացող մի բեռնատար գոնե չի մտել գյուղ։ Մինչև այսօր ոչ մեկը չի հարցրել, թե ծիրան ունես կամ չունես, երբ կհավաքեք, բայց անցած տարի այս օրերին արդեն սոֆուս էլիկներ, կլենտներով։ Ֆուրերը կանգնած են սախտեղերը, բայց այս տարի ոչ մի բան չկա։ Միլիոններ, ինչ միլիոն, 2-3 միլիոն մենք վրանց ենք գրել։ Ոչ էլ մարդ ենք, թե որ գացել սոֆոս ասի վաղը չեմ իսո ժողովրդյան հավաքեք ձեր գյուղապետարանը, որ գալու են գին ասենք, ֆուրերը ստեղ են կայնելու, բերեք ստեղ տարեք, յաշի տարեք հավաքեք, ոչ նորություն չկա։ Նես չի որի։ Հովակի մի համագյուղացի տիկին Անուշը հավատում է հայկական ծիրանի եվրոպական շրջագայությանը։ Մեծ հույսեր ունեմ, որ կարտահանվի Եվրոպա, հա։ Համաձայն է Նիկոլ Փաշինյանի հետ, որ պետք է ուշադրություն դարձնի գյուղացին, թե ինչ թունակիմիկատ է տալիս հողին։ Հենց այդ հարցը լուծի, բերքը պարելով կտանեն եվրոպացիները։ Միշտ էլ ամեն տարի այս սեզոնին այդ խնդրեմը ստեղծել է։ Թե հիմի ուրիշ բաների հետ է կապված եղել, չգիտեմ, այս տարի էլ քաղաքական ինձ թվում է։ Հենց պետքա սկզբից լուծվի, հենց սկզբից գարնանից։ Մենք երբ թունակիմիկատները ստանում ենք, պետքա եվրոպական որակի թունակիմիկատներ ստանանք, այդ թունակիմիկատներով մեր բուժումները անենք, որպեսզի այդ ավելնորդ նյութերը չմնան այդ բերքի մեջ։ Բայց քանի դեռ ծիրանը հին ձևերով են աճեցրել, հավանաբար ստիպված կլինեն տեղական շուկայում իրացնել, բայց ինչ գնով Հովակիմը վատկան խզգացումներ ունի։ Մի օր չկարանամ գամ գիշերը քնեմ, չգամ մի օր աստված չանի։ Ավտոավերը դաս մերես, ու ինպես այդ դեպքով շատ են եղնելու այս տարի, որ պիտի մեռնեն։ Աննա Գյուլնազարյան, Աշոտ Մնոյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։